Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 12։ Սրա համար Աստծո սպառազինությունը արեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը եւ ամենը կատարելով հաստատ կանգնել։ Եփեսացիս 6:13 խոսք։ Քրիստոնյայի զենքերը, որոնք նա կրում է, պետք է լինեն սահմանված եւ նշանակված Աստծո կողմից։ Զինվորը մարտադաշտ է գալիս միայն այն զենքերով, որոնք իր հրամանատարն է կարգադրել։ Յուրաքանչյուրի քմհաճույքին չի թողնվում ընտրել ու բերել այն զենքերը, որոնք ինքն է ցանկանում, քանզի դա խառնաշփոթ կառաջացնի։ Քրիստոնյա զինվորը պարտավոր է ենթարկվել Աստծո կարգադրությանը, թեև բանակը երկրի վրա է, իսկ պատերազմի խորհուրդը երկնքում։ Աստված է հռչակում, ահա այս պարտականությունը պիտի կատարես եւ այս միջոցները պիտի կիրառես։ Եվ նրանք, ովքեր Աստծո պատվիրածից ավելին են անում կամ կիրառում են այլ միջոցներ, քան նա է հրամայել, նույնիսկ եթե թվում է, թե որոշ հաջողություն են ունենում մեղքի դեմ իրենց պայքարում, անպայման պատասխան պիտի տան այդ հանդգնության համար։ Պատերազմի կարգապահությունն այս հարցում շատ խիստ է։ Ոմանք նույնիսկ ռազմական խորհրդի դատավճռով մահապատժի են ենթարկվել, թեև հաղթել էին թշնամուն, որովհետև գործել էին իրենց սահմանից դուրս կամ խախտել էին տրված հրամանը։ Եվ նրանց, ովքեր իրենց սեփական ձևերով են փորձում երկրպագել նրան, իրենց միջոցներն են հորինում մեղավոր էությունը զսպելու համար եւ մխիթարություն են փնտրում իրենց իսկ հորինած ճանապարհներում, Աստված կասի. ով է դա քո ձեռքերից պահանջել։ Սա է իրականում այն, ինչի մասին Սողոմոնն ասում է. մի եղիր չափազանց արդար։ Այդպես է վարվում այն մարդը, ով փորձում է ուղղել Աստծո օրենքը եւ իր սահմանած կանոններին ավելացնել սեփական լրացումները։ Ով պիտի վճարի այդ մարդու վարձքը, եթե նրան աշխատանքի չի նշանակել Աստված։ Աստված Իսրայելին ասում է, որ սուտ մարգարեները նրանց ոչ մի օգուտ չեն տա, որովհետև նրանք իր կողմից չեն ուղարկվել։ Նույնպես էլ չեն օգնի այն ուղիներն ու միջոցները, որոնք Աստծո կողմից չեն սահմանվել։ Աստծո մտքերը նման չեն մարդկային մտքերին, եւ ոչ էլ նրա ճանապարհներն են նման մեր ճանապարհներին, որոնցով նա հասնում է իր նպատակներին։